շինարարությունը ճամփիթելը չենք որ կողմով ամտնել է։ Քանի հա հենա կտրատը։ Էս ասիրուն սարքենք ասֆալտ անենք։ Բարև եղբայր։ Բարև եկար։ Ինչ կա չկա, ոնց է, այս ինչ շինարարություն է, ժողովուրդ։ Այս մանկապարտեզի շինարարությունն է, կառավարություն եւ համայնք։ Մանկապարտեզ սարքում են, ճամփեն սարքում, ջուրում է, փեշում է, շեփ Ջուրը, երկաթգիծը որ գնաց մեկ է ջուր չենք։ Հա, երկաթգիծը գնի, մագիստրալը գնված երկաթգիծը երկաթգիծը հենց եկավ այդ ջուրը կտրելու է ու տենց մնալու են տենք երկաթգիծին, բայց մոտ հարցը մինչև չլուծվի։ Չի պետք է դեմրնեք երկաթգիծը ըլնելը, հլը դու ասա ըլնի։ Եղբայր մենք մինչև մեր հարցերը չլուծենք, մագիստրալը չլինի։ Հլը մեծ շուրջը նայ, այ հլը մեծ Այսինքն մենք սովորել ենք, որ մենք սենց պետք է ապրենք, հա։ Ես եմ ստերես։ Ամենավատ պայմաններում մենք գոյատևել ենք։ Մենք պետք չի մեզ գոյատևել, մեզ պետք է ապրել։ Տարբերությունը շատ հատեցնում է։ Նկատի ունեմ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու, այս տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն բեռնատարի առումով մեզ ահագին օգուտ կտա։ Որտեղ բեռները կբերենք, ասենք նույն Իրանից ստեղ բաներ կսարքենք ու տեսեք, որ մեր մոտ ասում են գները այդքան բարձր են։ Գիտեք, դա կապված է շատ հիմնական կապված է տրանսպորտային խնդրի հետ։ Անդադ տրանսպորտային բարդ բաներով են գալիս։ Բայց դե հիմա ստեղ ինչքան հող կա ընդհանրապես։ Գյուղի ընդհանուր ոռոգ բանը մշակովի հողատարածքները 87 հեկտար է։ Իսկ գումարած կոոպերատիվի 150 հեկտար է։ պետությունը տվա Նռնաձոր կոոպերատիվի։ Հələ մի բան ասեմ, հələ տեսեք կարող է ես լավ չեմ հասկանում, էլի։ Ասենք ենթադրենք հիմա արևային էներգիան կա։ Ասենք ենթադրենք այս սարերի վրա բաներ սարքենք, ջրամբարներ սարքենք, պուճուր։ Մեծ չէ, ինչքան կտեղավորվի։ Արևային էներգիայով ստեղ բաները դնենք ձեր մոտ, պանելները։ Նասոսներով ջուրը բարձրանա վերև, այս դոշերում կտրենք կամած բաներ, տերասային այգիներ սարքենք։ Դա շատ խելագար միտք է, թե կարա լինի։ Այսինքն բերք տեղեր ունենք այս հարավային կոնկրետ հարավային լանջերին, էլի։ Չէ, կոնկրետ տեղ ունենք մեր ձորում, որ ջրամբարի համար մի 20 մետր լայնություն է, ինքը բնական ժայռի մեջ է։ Թակով չի գնում, լրիվ ժայռ է։ Ամբողջ ջուրը ինչքան տարածքում ցամաքում է, գալիս ատեղով հանում։ Այս տեղեր ունենք, որ կարելի է, երբ որ արդեն այդ վերևից ծաղկացուի ջուրն կա, այդ ջրամբարը կառուցեք։ Մի քիչ ջեր կար, որ մտածում եմ, ասենք 100 տարվա վրա, էլի։ Բացեն, որ մեր եղած հողերը պետք է 100% մշակենք, ստեղի կլիման ափսոս է, էլի։ Այսինքն անասնապահության խնդիրներ կոնկրետ մենք ունենք։ Եղբայր, ես մի բան ասեմ, ասենք իմ կարծիքով այս տարածքում անասնապահությունը էֆեկտիվ չի, որովհետև ստեղ միլիոնների բերք կարելի է ստանալ։ Նուրի չէ, էլի ինչ ասում եմ, դու ասում ես գոյատևել։ Դե լավ։ Բարոն վարչապետ, կարելի է։ Եթե դուք ուզում եք միլիոնների բերք ունենաք, ստեղ առաջի հերթին կարևորը ջուրն է։ Հիմա ասեմ դուք իմանաք, մեր ջուրը գալիս է Մեղրու գետից։ Եթե երկաթգիծը կառուցվում է, առաջի հերթին այդ ջրի հարցը պետք է ոռոգման լուծվի։ Ամենաառաջի հերթին նոր երկաթգիծը կառուցվի։ Մենք երկաթգծի տեղով է գալի խողովակ։ Ճանապարհը որ խողովակը կտեղափոխենք կամ տակով գնում, ասենք ճամփի տակով խողովակ չի գնում։ Չէ, տակով չի գնում։ Հենց երկաթգծի մեջով է գնում։ Քանդածա գցած գծի մեջ։ Այս որ ճանապարհը Այ ժողովուրդ ջան, եթե այդ երկաթգիծը սարքենք դա միլիարդների ծախսի մասին է, հիմա այդ տրուբեն չեն կարող լուծել։ Պարոն վարչապետ, այդ տրուբեն կարող է ձեր մարա փոքր բան ապրանք տեղափոխել կամ բայց մեր բար դա մեր հիմնական միջոցն է։ Եղբայր, ես ուրիշ բան 30 տարի թույլ կտակ ասել։ 30 տարի մենք ստեղ կյանք ենք խորտակել, որ հիմնենք այգիներ ու օրի այգիները ավելանում է, մարդիկ տնկիներ են դնում։ Լավ, բայց այդ ենք։ Ահա, դրա համար ոռոգման ջուրն է մեզ պետք։ Իսկ եթե
Եղբայր ուրիշ բան եմ ասում։ Սկզբից պետք է ռոռոկման ցանցը տեղափոխվի, նորեն Եղբայր մնացածն ուրիշ բան եմ ասում։ Ասում են, որ երկաթող են սարքի, այդ 250-300 միլիոն դոլարի ծախսա։ Այդ 250-300 միլիոն դոլարի ծախսի մեջ 10 միլիոն դոլար էլ ավել դնենք 20 միլիոն դոլար, որ ձեր ջրի հարցը Դե համար մենք Ընդհակառակը դուք պետք է ասեք, որ այսքան փող մտնի ստեղ, այդքան փողի մեջ մի 5-10-15-20 միլիոն դոլարը Դե համար ձեզ նախորոք ենք ասեմ, որ դուք իմանաք, Ճիշտ է որ դուք անտեղյակ չլնելով բերեն քանդեն, հետո մենք մատներներս, բերաններս մնանք 30 տարվա կրդինքն է հեչան։ Այդ ընդունեց չի Այդ կարա մեկ, այդպես բան։ երկրորդը։ Ես որ բարձրնի, ես երաշխավորում եմ չի կարա այդպես բան։ Ահա, всё։ Բացառված է, մոռացեք։ Դա եթե դու ժողովրդի մեջ ասում ես, ուրեմն քո խոսքի տերն ես։ Միանշան։ Դե Բա մեր խնդիրն են, որ ընդհակառակը, բա ես նոր ինչ էի ասում, չլսեցիք, ասում էի ընդհակառակը բերենք նասոսներով են վերևներ պուճուր տեղը ջուր ամբարենք, որ այս լանջերը սախ կանաչի, դու ասում ես այս երկրորդ հերթին։ Այնտեղ մենք ունենք ռոռոկման ցանցի հետ կապված, մի եթե այգիները մեծանում է, հերիք էլ է նասոսները հերիք էլ է։ Բայց երկու հատ է նասոս պետք է դրվի, որ դա մեր ուժերից վեր է։ Այսինքն որ ամբողջովին սկսվի ռոռոկվելը հերթականությունով։ Դա անցած տարի 3 տարի առաջ Կարմիր խաչը բերեց երկու հատ նասոս իր մոտորով, դրեցինք գոհենք, շնորհակալ ենք։ Բայց այնտեղ ունենք մենք տեղ, որ 4 հատ պետք է աշխատի։ Այսինքն գիշերցել ես համաձայն եմ։ Եթե հնարավոր է այդ հարցին լուծում տված, որովհետև դա ջոյ մակարդակով չի, դա արդեն կոացած 10-20 միլիոնի չգիտեմ ինչի հարց է։ Ուրիշ բան եմ ասում։ Ես հիմա մտածում եմ, որ տեսեք, մեր մեծագույն ջրի հետ կապված ռոռոկման, մեր ջրի հետ կապված մեծագույն խնդիրը էլեկտրական հոսանքի փողն է։ Այսինքն էլեկտրական այդ արդյունաբերական էլեկտրական հոսանքարում ենք ջուրը մղում ենք, բայց պարտքավոր կուտակվում։ Հիմա իմ մտածածը ինչ է, ասում եմ տեխնոլոգիա կա։ Բերենք արևային պանելները շարենք, այդ արևային պանելների տերը դարձնենք համայնքին ասենք, բերենք մենք դնենք, նասոսներ դնենք, պանելներ դնենք, բայց տանք համայնքին ձեզ, որ հետագա սպասարկումը դուք ամբողջությամբ իրականացնեք։ Բացի այդ էլեկտրականությունը, հնի որ ջուրը գալիս է մեղրուգետից, էլեկտրականություն պետք չի, այնտեղ մենակ սպասարկումն է։ Հնի որ մենք այդ ջուրը մեղրուգետի չունենանք, այ հենց հիմա ջուր չկա մեղրուգետը։ Եթե ջրամբարը սարքվածներ կլներ, ջուրը կլներ։ Հիմա այդ դրա հետ կապված բան չասեմ, մի հատ մեր գործընկերներին հարցնեմ, որն է դրա լուծումը։ Եթե հնարավոր վարչապետ Արտակ ջան, կներես, պարոն վարչապետ, մենք ավելի լավ տարբերակ առաջարկենք արևայինի կոոպերատիվը, որ հիմնել ենք ու հիմա արդեն Ինչ կոոպերատիվ։ Լեռնաձոր գյուղատնտեսական կոոպերատիվ։ Ոյ, բայց Արդարադատության նախարարության պատկանող հողերը, որ լավ, այդ հա, ես եմ պայմանը դրել, ասել եմ կոոպերատիվ կստեղծեք, պայմանը կդնենք։ Ձեր գործերը հեշտացավ ահագին։ Ալիքը կոոպերատիվի նախագահն է ներկայացրու արևային պանելների էսպային արվող աշխատանքը։ Ձեր պարոն Ղուկասյանն Հա, բայց մի հատ էլ չեք ասում, այդքան քանի հեկտար հող է 48 հեկտար։ Կառավարության որոշմամբ Բասում եմ ինչքան հող մի հատ կես բերան չեք էլ ասում այդ քրեակատարողականների հողերն ա եղել տվել ենք ձեզ։ Շնորհակալություն ձեզ էլ պարոն Մարսպետին էլ այդ հողերը կոոպերատիվին տալու հետ կապված։ Դե զորով է դուրս քաշում այդ բաներ։ Մի հատ չեն ասի, այս հենց բան է կարեն, հենց բան է կարեն, հենց բան է կարեն։ Մանկապարտեզ ենք սարքում, պարոն Պապիկյան, ճամփա ենք սարքում, հողը տվել ենք, էսա մնացած կներես։ Դրա հետ կապված շնորհակալություն որ տվել եք, բայց մի քանի բացեր կար։ Նախ ժամկետի առումով տվել ենք վարձակալության 10 տարի ժամկետով, մենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից չենք կարողանում օգտվենք այգին արագ հիմնելու համար։ Մեր միջոցներն էլ սահմանափակ է, որտեղ գյուղի 33 բնակիչ ընդգրկված են կոոպերատիվում ունեն սահմանափակ հնարավորություններ։ Մենք չենք կարողանում մեր ուզած տեմպերով զարգացնենք։ Դա իր հերթին, այնտեղ ջրային բանը Սյունիք ջոն առայժմ պայմանագիր խուսափում է մեզ հետ կապելուց, մի քանի օր առաջ էլ եմ խոսացել։ Ինչի, էլ է ճոնկետ։ Չէ, բանը նասոսներ, եթե խնդիրներ ունեն, անցած տարի չկապան ըմբռնումով մոտեցան դրան, որտեղ տարվա կեսից։ Հազար ներողություն, էլի, սենց ցակուցրիվ չի, ես ինչ եմ խնդրում։ Եկեք մի հատ կարճ, բայց կոնկրետ։ Մի հատ բաները գրեք
անելիքների ցանկը, հիմա ես խնդիրը դնում եմ հետևյալ կերպ, որ այդ 100 քանի հեկտարը 47 ու պլյուս այդ 147 հեկտարը 100%-ով դառնա ժամանակակից այգի։ Կոոպերատիվն է, որ ստեղծել է 1000 հատ ծրագիր ունենք։ Հիմա ես ինչ եմ խնդրում, մի հատ կարճ մաքսիմում 2 էջանոց։ Խնդիր ձեր պատկերացրած կամ առաջարկած լուծում մի նախադասությամբ։ Խնդիր, եթե լուծում չունեք, ասեք լուծումը դուք մտածեք։ Խնդիր, լուծում ու ուղարկեք իմ անձամբ իմ էլեկտրոնային փոստին ուղարկեք, որ չգնա տենց պտտվի, որովհետև այս ծրագիրը ինձ համար շատ կարևոր է, որ այդ բանն արել ենք, կոոպերատիվը ստեղծել ենք, կառավարության նիստերին էլ ասում եմ, անդադ չեն ստեղծում, մի հատ որ հաջողված կոոպերատիվ ունենանք, ուրիշ տեղերից էլ ինձ համար էլ անձամբ կարևոր։ Մարդկանց բերենք, ասենք, տեսեք, ոնց է համախմբելը, ոնց է օգուտ տալիս, բայց դե պետք է խոստանաք, որ իրար մեջ կռիվ չեք անելու նորմալ։ Փառքը դες խնդիր չունի։ Ստար 2000 ծառ ենք արդեն տնկել։ Պայմանա կարեցա ասեմ ինչ նկատի ունեմ։ Խնդիրները ձեր բայց ըստ կարևորության, էս էլ է շատ կարևոր։ Որտեւ եթե 15 խնդիր գրեք, էլի գրեք, բայց այդ 15 խնդիրը եթե ուզենանք միանգամից լուծենք, ոչ մեկը չենք լուծելու։ Պետք է վերցնենք առաջի 3 խնդիրը, կպահենք։ 3 խնդիր լուծենք, գանք տենանք արդյունքը եղել է, հաջորդ 3-ին անցնենք, հաջորդ 3-ին անցնենք, հաջորդ 3-ին։ Շնորհակալություն։